Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, հերթական խաղային օրն է մեկնարկում մեզ մոտ եւ այսօր շատ հետաքրքիր երկու հանդիպում ենք միասին դիտելու։ Հիմա տեսնում ենք առաջին հանդիպումը այսօրվա խաղի մեկնարկեց, որտեղ միմյանց հետ մրցում են այս սպային այս մրցաշարի առաջատար Վիլյարեալը եւ երրորդ հորիզոնականը գտնվող Կադիսը։ Մաղթում եմ ձեզ Հարի դիտում և հիմա անցնեմ թիմերի կազմերին։ Կադիսից Կադիս դարպասում է համար 1 Հայկ Լալազարյանը, համար 3 թիմի ավակ Վարազդատ Դուրգարյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 5 Կարեն Ավետիսյան, համար 9 Նարեկ Մակարյան, համար 17 Գեղամ Խաչատրյան, համար 19 Դանիել Հակոբյան, համար 22 Ռոբերտ Մարուցյան, համար 23 Ռուբիկ Ջուլակյան, համար 27 Կարեն Շիրխանյան, համար 77 Սրան Բաբալոյան և համար 80 Ռոբերտ Ֆիդանյան։ Վիլյարեալ դարպասում է համար 15 Հարություն Մելքոնյանը, համար 2 Ակոբ Համբարձումյան, համար 4 Արեգ Ասատպուր, համար 5 Լևոն Ստեփանյան, համար 8 Վլադիմիր Ուլուխանյան, համար 9 Կարո Մանուկյան, համար 10 թիմի ավակ Գագիկ Սարդարյան, համար 11 Գևորգ Հովհաննիսյան, համար 11 Հովհաննիսյան և համար 77 Վիգեն Բեգոյան։ Այսքանը կազմերի մասով ստենք իման Վիլյարեալն է դակով և փորձում էր առաջին գրով կազմակերպել, բայց այստեղ Մելքոնյանի փոխանցումը չստացվեց, վտանգավոր կարող էր լինել, բայց տեսնում ենք պաշտպանությունը ամուր էր Վիլյարեալի։ Մանուկյան ինչ կմտածի Կարո Մանուկյանը, Մանուկյանը արվածը պակված է, առաջին արվածը արդեն տեսանք այս խաղում, այլ վտանգավոր էր Ռոբերտ Մարուցյանը արվածեց Կադիսից և շեղել նրա հարվածը, մեկական հարվածով երկու թիմերը փոխանակվեցին, երկու հարված չկա։ Ֆիդանյան, լավ տարկումներ, Մարուցյան փոխանցումը հաջող չստացվեց և հիմա էլ Վիլյարեալն է փորձում կազմակերպել, այստեղ էլ մրցավարին դիպավ գնդակը, Վիլյարեալը գնդակով կսկսի հերթական գրով, Մանուկյան սմաչ, Սարդարյան փոխանցում տուկանային հրապարակ շատ վտանգավոր էր և առաջին անկյունային այս խաղում Վիլյարեալն է վաստակել։ Ուլուխանյանն է գնդակի մոտ։ Հրապարակ վտանգավոր էր, Գագիկ Սարդարյանը հարվածեց և ի վերջո նրա հարվածը շեղ էր։ Վիլյարեալը փայլում մրցաշարը այս պահին անցկացնում 13 խաղից նրանք 37 միավորով միայն նա գլխավորում են այս մրցաշարը Ագուսակը նրանք այս մրցաշարում այս պահին պարտություն չեն կրել 12 հաղթանակ և 1 ոչ ոքի Կադիսն է անցել Միլոյի Մարուսյան մտավ կենտրոն Ֆիդանյան արված Մելքոնյանն է փրկում իր թիմի խառնաշփոթ, բայց կարողացավ Վիլյարեալը դուրս գալ պաշտպանությունից առաջին դիպուկ հարվածը տեսանք այս խաղում Ռոբերտ Ֆիդանյանը կատարեց
Իսկ Կադիսը կրկին 13 խաղ է անցկացրել 28 միավորով նրան։ Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում, նրանք էլ վատ մրցաշար դեռ չեն անցկացնում։ Բայց Վիլյարեալի շանսերը այս պայն ավելի մեծ են մրցաշարի գավաթը ապրելու համար, հիշեցնեմ, որ նրանք այս մրցաշարի գործող չեմպիոններն են։ Նրանք նաև դարձան Winter Cup-ի գավաթակիր։ Ինչևէ, հիմա տեսնենք Կադիսը ստանդարտ է վաստակել։ Դանյանն է։ Դակի մոտ փորձելու է։ Կատարել։ Ֆիդանյան ցածրից փոխանցում Շիրխանյան լեցին նրանից ի վերջո գնդակը և հիմա այլ կախում նորից այս անգամ Ավետիսյանն է իրացնում ստանդարտը, փոխանցում Տուգանային հրապարակ և դուրս եկավ իր տեղից Հարություն Մելքոնյանը Շային հետում Կադիսի օգնին Մելքոնյան նոր էր և հիմա ձեռքով խաղ են պահանջում Կադիսի տղաները, բայց այ մրցավարը ոչինչ չնշանակեց շարունակվում եմ դեռ տեսնում ենք ավելի ակտիվ են Աղցես թե Կադիսի տղաները, բայց Վիլյարեալն էլ շատ չի զիջում նրանց ադաշտում։ Դանյան անցում Տուգանային հրապարակ և այս գնդակը հարություն Դեպի Կարոմանյանը Մանուկյանը պայքարեց փոխանցում Ակցին արված և գոլ Հաշիվը բացված է 1-0 Վիլյարեալը կարողանում է հաշվի մեջ առաջ անցնել Ռոման Հովանիսյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է ի վերջո մեզ մոտ այլուն խաղարկումներից հետո կարողացավ Վիլյարեալը հաշվի մեջ առաջ անցնել խոսում է ես որ Կադիսը ավելի ակտիվ է վերջին րոպեներին բայց վերջո Վիլյարեալը իր խոսքը ասեց և արդեն նրանք հաղթում են այս խաղում Ինչպես կպարտասկանի այս
ստանդարտ նրանց օգտին։ 10 րոպե անցավ արդեն այն մեկնարկից։ Վիդանյան փոխանցում վտանգավոր է և անդրադարձ այնտեղ և կաղավ պաշտպանից և անկյունային շատ վտանգավոր փոխանցում էր Վիդանյանի կողմից։ Վիդանյան և դա կհեռացված է։ Որից գնդակը հեռացրեցին Վիլյարեալի տղաները, Ավետիսյանն է իմ այլ հեռվից փորձում, բայց բարձր է նրա հարվածը։ Անիսյան Սարդարյան Վիլյարեալն էր փորձում կազմակերպել։ Արկումներ այս անգամ էր Մարությանի փոխանցումը ստացվեց, հիմա էլ ընկավ Վիդանյանը, բայց Մարկում նրա դեմ գործեցին։ Լուխանյան հիմա էլ Վիլյարեալն է անցել գրոյի։ Լուխանյան Շարունակվում է մնալ գնդակով Վիլյարեալը Բեգոյան Իսյան արված վտանգավոր է և բրկեց իր թիմին այդ Լալազարյանը այստեղ։ Սում Լուխանյան շատ վտանգավոր էր հիմա Վլադիմիր Լուխանյանի հարվածը։ Արագ տվեց գնդակը Վիլյարեալը Լուխանյան և այլում տվեց գնդակը Մակարյան լավ նկատեց Վիդանյանին, բայց այս գնդակին չհասավ Ռոբերտ Վիդանյանը։ Չիխանյան այստեղ չանցավ Հովհաննիսյանի, հիմա էլ Մարությանը հարվածեց։ Հանակում է Կադիսը գրոհել Շիխանյան տարավ ձախ հարվածեց և բրկում է իր թիմին Մելքոնյանը։ Դեռ տեսնում ենք կարողանում է Վիլյարեալը շատ լավ պաշտպանություն գործել։ Բայց Կադիսի հարվածներն էլ շատ վտանգավոր չեն։ Մանուկյան արված Լալազարյանն է Կադիսին։ Վիդանյան արագ ներվում է գրոյի Կադիսը Վիդանյան սացվից հարված պակեցի հարվածը Մարության և նորից անցավ գնդակը Վիլյարեալի։ Մանով Անիսյանի առաջին գնդակն էր այս մրցաշարում հիշեցնեմ։
անկյունային է վաստակել Villarreal-ը։ Սում Ավետիսյանն է հեռացնում Դակայի։ Ստեղել խախտում։ Հովանեսյանն է մոտ, տեսնենք Հովանեսյան արված ծղալի բավ տեղել ոչինչ չկար, երկար փոխանցում առաջ այս անգամ շատ վտանգավոր լինում Գագիկ Սարդարյանն է վերցրել դակը այս անգամ չկա Սարդարյան փոխանցում է Բեգոյան և բարձր էր արվածովին և Բեգոյան Հովանեսյանի գոլը Villarreal-ի հատկանակ է աչևում, բայց ամբողջ երկրով հակեսը աչևում է
խլեց գնդակը Վիլյարեալը երբից կրակոց Լոբնանյանից կշել Վլադիմիր Լոբնանյանի հարվածը Հերթական փորձը Կադիսի վտանգավոր է և ստեղ կարող էր անդրադարձը կարկատակ խաղալ Վիլյարեալի հետ, բայց կվեցին նրանք անկյունային միայն Կադիսի ուտին Սում հրացված է գնդակը Մարուսյան Վիլյանյան նորից հրացվեցին տեսնում ենք ամուր է պաշտպանությունը Վիլյարեալի Խանյան գցեցին նրան և խախտում Եվ հիմա տեսնենք Կադիսի ուգանայինը Արեն Շիրխանյան ցածրից արված Շիրխանյանն է հեռացնում գնդակը Շիլոպեն է արդեն համանակի ավարտին և հարված դարպասից Խանյան արվածը նորից պակեցին և անկյունային Մնացումը և վերջ առաջին կեսն ավարտված եմ 1-0 հաշվով Վիլյարեալը հաղթում է այս պահին
Գադիսին Ռոման Հովանեսյանն է գոլի հեղինակը, միջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ վերադարձանք երկրորդ քարտեզի մեկնարկեցնելով եւ առաջին կեսից հետո Վիլյարեալը հաղթում է 1-0 հաշվով Գադիսին Ռոման Հովանեսյանն է հեղինակը իսպանական թիմերի պայքարում այս պայն Վիլյարեալը ավելի տեսնենք երկրորդ քարտեզին ինչպես վերջում անցկացնեն այս թիմերը հիմա շատ արագ հայտարարությունները այս գրոյից հետո Վիլյարեալն է անցել գրոյի վտանգավոր է Հովանեսյան գցեցին նրան եւ 11 մետրանոց կարծես թե Գադիսի դարպասին այս հիմա տեսնենք Ավետիսյանն է զգուշացնում խաղի մրցավարը տեսնենք խաղի մրցավարը դիտեց դրվագը և 11 մետրանոց է նշանակում հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում Գադիսի դարպասին գցեց Ռոման Հովանեսյանին ուգանային հրապարակում Կարեն Ավետիսյանը վերջինս էլ զգուշացվեց դեղին քարտով և հիմա երկրորդ խաղակեսի մեկնարկում շատ լավ հնարավորություն է ստացել Վիլյարեալը կրկնապատկելու իր առավելությունը այս խաղում տեսնենք ով կհարվածի Կարո Մանուկյանը կարծես տեսնենք մրցավարի սուլի չկա Լալազարյանն ընդեմ Մանուկյանի Կարո Մանուկյան արված և փրկում է իր թիմի Լալազարյանը ինչպիսի սեյվ հեղինակ դարձավ Գադիսի դարպասապա այո վրիպեց հիմա Վիլյարեալի և այս մրցաշարի լավագույն ռմբարկուներից մեկը 17 գնդակ հեղինակել այս պայն այս մրցաշարում Կարո Մանուկյան այստեղ էլ Գադիսի գրոհ չստացվեց Ամեն ինչ մնում է նույնը, հաշիվը 1-0 Էլ ավելի հետաքրքիր կդառնա հանդիպումը կրկին Վիլյարեալն է նետվում գրոհի Հովանեսյան արված Շեղեր Ռոման Հովանեսյանի արվածը Շատ արագ անցավ կիսադաշտը Գադիսը փորձում են նրանք այս իրացած 11 մետրանոցից հետո Մանուկյանին հավասարեցնել հաշիվը Ավետիսյան անցումը չստացվեց լավն էր սա անկումը Դակյանի Հովանեսյան փայլուն անցում Մանուկյան փոխանցումը Մանուկյանի Գարյան լավ նկատեց Զախեզդուն Ֆիդանյանին լավ պատխաղարկում թույլ էր իմ այլ արված փոխանցումը Մանուկյանին
Մանուկյան լավ փոխանցում վտանգավոր կարող է լինել Կարո Մանուկյան, ոչ։ Հավացը չկա Կարո Մանուկյանի։ Ակտիվացան երկու թիմերն էլ 11 մետրանոցից հետո։ Փոխանցում լավ խաղարկումներ հրաշալի անցում Շիրխանյանից, Շիրխանյան փոխանցում Մակարյան, Ֆիդանյան և վերջին պահին Սարդարյանն է սանկման գնով փրկում իր թիմին վերահաս գոլից և անկյունային հանդիպում է այս պահին ընթանում աղադաշտում զում վտանգավոր էր Ֆիդանյանը ընկավ հիմա Ռոբերտ Ֆիդանյանը, բայց խաղը շարունակվում է դադար է հիմա վերցնում խաղի մրցավարը տեսնենք ինչ է պատահել Ռոբերտ Ֆիդանյանին Բայց հիմա տեսնում ենք վերջո դրվագը դիտելու է, խաղի մրցավարը տեսնենք ինչ որոշում կկայացնի։ Ոչինչ չկա ի վերջո, վերջին դրվագում։ Խաղը շարունակվում է։ Դա կկարծես թե Վիլյարեալինն է։ Զրային նետումը խաղարկված է Դակյան շատ արագ անցավ գրոյի կադիսը Մակարյան ձախքից ազատ է Շիրխանյանը այդպես էլ արեց Շիրխանյան և շեղը արվածում Կարեն Շիրխանյանը Շատ արագ Մելքոնյանը Մանուկյան և ի վերջո իր գոլը խփում է Կարո Մանուկյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Վիլյարեալը Կարո Մանուկյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Վիլյարեալը այս խաղում ի վերջո Մանուկյանը խփում է իր գոլը 11 մետրանոցից շփոթվեց, բայց խաղային դրվագում նա փայլուն է ամեն բան անում շեն Հարություն Մելքոնյանի Գորքից կատարած հիանալի փոխանցումն է և հիմա փոքր ավելի կարճ կացության մեջ է հայտնվում այս պահին Ադիսը
Նավի Մարության ուշեղ է արվածում Ռոբերտ Մարությանը։ Շատ է օգտագործում Վիլյարեալը երկար փոխանցումները, դեպի Մարությանը։ Հարթեց հայկանները։ Ուշացվեց այս նախման ամատների կատով։ Սովա 5-երով տերին շատ հարթերը։ Այսօր ստեք այս ստանդարտ է ինչպես իրացնի դադիսը։ Տեսնենք Ռոբերտ Վիդանյան ծածրից արված Վիդանյանն է հեռացնում գնդակը դուրս չեկավ գնդակը սահմաններից ապահություն Արեն Ավետիսյանն է հեռացնում Դաթար հույսերը անջատվեցին դաշտին Ներադարձակցի գոլասերներ Դաթարը ավարտվեց Հովհաննիսյանի գոլերը այս պահին 3 միավոր են Վիլյարեալին և նրանք կարող են նորից անպարտելի մնալ այս մրցաշարում եթե այսօր նրանք չպարտվեն Իվան Վիդանյանը հեռվից փորձ կատարեց Կարո Մանուկյանը 18-րդ գոլը հեղինակեց և այս պահին մի անձնյակ գլխավորում է լավագույն ռմբարկումների ցուցակը տեսնենք հիմա ինչպես Գնդակը Շիխանյանը Մանուկյանին Շիխանյան տարավաճ գնդակը Շիխանյան վտանգավոր է և անդրադարձ անկյունային այսի կազմում է փոփոխություն
խաղումներ Շիրխանյան վտանգավոր էր Ռոբերտ Մարության հրկեց իր թիմի վերջո Հարություն Մելքոնյանը և նորից անկյունային ուժեղ էր այս փոխանցումը Ռոբերտ Վիրանյանի Աբարյան հրաշալի փոխանցում հիմա Հովանիսյանի ուղղությամբ պայքարում էր Ռոբերտ Մարությանը և եզրային նետում են Ռաբիսինն է, վերողություն, Վիլյարեալինն է Վիլյարեալը անցած տուրում մրցեց Յուվենտուսի հետ և շատ բարդ խաղում կարողացան միայն ոչ հոգի վաստակել, որովհետև այնտեղ ավելի շատ հնարավորություն ուներ Յուվենտուսը Վիլյարեալը և այդ խաղում էլ նրանք կարողացան միավոր վաստակել անպարտելի մնալ այս մրցաշարում Կադիսը կրկին 2-2 հաշիվ գրանցեց իր վերջին խաղում, այնտեղ մրցեցին նրանք Ատլետիկոյի հետ երկու թիմերն էլ վերջին խաղերը հենց խաղը անցկացրել են 2-2 հաշվով ոչ ոքի գրանցել այսօր այս պայն Վիլյարեալը ավելի ուժեղ է խաղադաշտում հարակ փորձում է հանցնել գրոյի Կադիսը Շիրխանյան Լուխանյանն է պայքարում Շիրխանյան լավ մեր հիմա նրա արվածը և ի վերջո այնտեղ Արված գծիկ փոխանցում եղավ Շիրխանյանից Մակարյանն էլ Շիրխանյանի փոխանցումը Արվածի վերածեց, բայց բարձր էր Մակարյանի Արվածը Այլ Վիլյարեալն է պատասխանում Մանուկյան Հովանիսյան լավ փոխանցում Կարո Մանուկյան փոխանցում ձախ Ագին Սարդարյանին և այդ փոխանցում Բեգոյան, Սարդարյան Մանուկյան լավ խաղարկումներ Կարեն Ավետիսյանն է փոխանցում Տանգավոր կարող է նորից լինել Հարկագրվել Ռապիսը տեսնենք Վիդանյան Վայլուն հնարկ Վիդանյան երկուսին ացավ և հիմա շատ կոպիտ խաղթում էր Վլադիմիր Ուլուխանյանից և 6-րդ տեղինը այսօրվա խաղում
պայքարում շատ հոպիտ են գործում Վիլյարեալի տղաները։ Եվ հիմա տեսնենք այս Լուգանայինը ինչպես կիրացնի Ռուբիկ Ջուլակյանը։ Սուլի չկա, տեսնենք Ռուբիկ Ջուլակյան փոխանցում Խաչատրյան արված եւ գոլ, աշիվը կրճատված է, Գեղամ Խաչատրյան 2-1։ Գեղամ Խաչատրյան 2-1, հանդիպման հաշիվը կրճատեց մի փոքր Դավիսը, այս սատանային աշխատանք է Ռուբիկ Ջուլակյանի կողմից, վայլում փոխանցում և վայլում վերջաբան Խաչատրյանից, հիմա շատ լարված վերջաբան է մեզ սպասվում, Կադիսը կրկին նետվել է առաջ Շիրխանյան, հանգավոր կարող են իրեն Մարության, հարված և Վարություն Մելքոնյանն է փրկում իր թիմին, որից շատ վտանգավոր էր։ Վերջին 3 րոպեն և հիմա Կադիսը ամբողջ ուժերով նետվելու է առաջ ոչ ոքի գործելու համար։ Սարդարյան Հովանիսյան վտանգավոր էր Ռոման Հովանիսյանի արվածը Արագ խաղարկեց գնդակը Կադիսը փոխանցում Մակարյանի ուղղությամբ, բայց այս գնդակը Հարություն Մելքոնյանին էր հասցեագրված Այլ խլեց գնդակը Կադիսը Մակարյան փոխանցումը չանցավ Մակարյան վտանգավոր է Ֆիդանյան Մանուկյան շարունակվում է գրով Վիլյարեալի Ուլուխանյան տարավ ձախ և Հայկ Լալազարյանն է որսում գնդակը Ֆիդանյան շատ հետաքրքիր վերջաբան է մեզ սպասվում Մակարյան գնդակը հրացրեցին փոխանցում Ռոբերտ Ֆիդանյան արված և կարծես թե դարպասած զողին դիպավ Ռոբերտ Ֆիդանյանի արվածից հետո փոփոխություն միանգամից Վիլյարեալի կազմում պաշտպանություն է ուժեղացնում Վիլյարեալը Վերջին րոպեն է հիմնական ժամանակի ընթանում արդեն Հարկված է ստանդարտը փոխանցում, բայց ուժեղ է այս փոխանցումը շտապում են Կադիսի ֆուտբոլիստները Ռուբիկ Ջուլակյան փոխանցում առաջ, բայց այս անգամ
անգամ չասա։ Յանը ամբողջ կազմով նետվում է առաջ հիմա Կադիսը, Լալազարյան երկար փոխանցում, Իդանյան, կերացված է և վերջ մրցավարը սուլում է խաղն ավարտված է, Վիլյարեալը ծանրագույն խաղում կարողանում է 2-1 հաշվով հաղթել Կադիսին և 3 միավոր է վաստակում այս խաղում, առաջին հորիզոնականը պահպանում է, շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց, մնացեք մեզ հետ կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպե